Եթե հարուստներից յուրաքանչյուրը մի ողջ աշխարհ ունենա, յուրաքանչյուրն ունենա այնքան ծառաներ, որքան հիմա ապրում են ողջ աշխարհում, ցամաքում եւ ծովերում, յուրաքանչյուրն ունենա կալվածքներ եւ ծովեր ու գոյություն ունեցող բոլոր շինությունները, քաղաքները, ազգերը եւ բոլոր կողմերից ջրերի ու աղբյուրների փոխարեն ոսկի հոսի դեպի նրանց, ապա ես այդ հարուստներին 3 լումայի արժեք չէի տա, եթե նրանք զրկված են երկնային արքայությունից։ Եթե այժմ ձգտելով փող ունենալ, որի վերջո կորչում է, նրանք տառապում են, երբ հաջողության չեն հասնում, ապա ի՞նչը ի վիճակի կլինի նրանց մխիթարություն բերել, երբ նրանք կզգան այն կողմնայինի բարիքները։ Ասա ինձ, եթե որևէ մեկը քեզ մտցնի արքայական պալատ, հնարավորություն ընձեռի բոլորի ներկայությամբ զրուցել թագավորի հետ, մասնակցել նրա ճաշկերույթին և լինել նրա բնակակիցը, քեզ չէի՞ր համարի բոլորից երջանիկ մարդ։ Մինչդեռ, եթե քեզ հաջողվեր մտնել երկինք, կանգնել արքայի առջև ամենայնի, փայլել հրեշտակների առաջ և բավականություն ստանալ այնտեղի անհասանելի փառքից, մի՞թե կկասկածեիր հարստությունդ զոհաբերել, և եթե անգամ կարիք լիներ հրաժարվել կյանքից ու հրճվել, ցնծալ և թևավորվել ուրախությամբ։ Իշխանություն ստանալու համար, ինչը հնարավորություն է տալիս կողոպտելու, չէ՞ որ այդպիսի արարքները ես գյուտ չեմ համարում, դու ծախսում ես և սեփական ունեցվածքդ, և ուրիշներից պարտք ես վերցնում, ու եթե պետք է, առանց երկմտելու, անգամ կնոջդ ու երեխաներիդ ես գրավ դնում։ Իսկ երբ քո առջև ընկած է երկնային արքայությունը, որ իշխանության ոչ մի ժառանգորդ չունի, մի՞թե դու երկմտում ես, դանդաղում և ափսոսում փողդ։ Բայց ավաղ, ինչքան մեծ է անզգայությունը։ Այն ժամ, երբ մեզ սպասում են այդպիսի բարիքներ, մենք շարունակում ենք հակվել դեպի ներկան և չենք խորհում սատանայի նենգության մասին, որ փոքրի միջոցով մեզ զրկում է մեծից, տալիս է ցեխը, որպեսզի առևանգի երկինքը, ցույց է տալիս ստվերը, որպեսզի շեղի ճշմարտությունից, գայթակղում է երազատեսությամբ, միանգամայն այլ բան է իսկական հարստությունը, որպեսզի, երբ օրը գա, մեզ բոլորից աղքատ ցույց տա։ Իսկապես, արդյոք կա ևս մի այդպիսի մշտական և անհագ թշնամի, քան հարստությունը։ Երբ մենք ապրում ենք, այն սպանում է մեր հոգին, իսկ երբ մեռնում ենք, անպատվում է նաև մարմինը, թույլ չտալով թաղվել հողում, որպիսի ճակատագիր է սպասվում դատապարտյալներին։ Ընդ որում, օրենքների պահապանները, վերջիններիս ենթարկելով մահապատժի, այնուհետև նրանց ոչ մի բան չեն անում, իսկ հարստությունը իր տերերին մեռնելիս անգամ ենթարկում է դաժան պատժի, նրանց ցուցադրելով ողջ մերկությամբ և անթաղ թողնելով։ Ահավոր և գութի արժանի տեսարան է։ Ճշմարիտ, որ նրանք ավելի ծանր բախտի են արժանանում, քան հանցագործները դատավորի զայրալի դատավճռից։ Սրանք առաջին 2 օրերին անթաղ մնալով, այնուհետև հանձնվում են հողին, իսկ հարուստները այն բանից հետո, երբ թաղվում են, մերկացվում և դիակապտիչների կողմից պղծվում են։ Եթե դրանից հետո չեն տանում նաև դագաղը, ապա այստեղ շնորհակալ պիտի լինել ոչ թե հարստությանը, այլ աղքատությանը, որովհետև եթե մենք վստահեինք հարստությանը և այն չպատրաստեինք քարից, այլ ոսկուց, ապա կկորցնեինք նաև այն։ Այսպիսով, ինչը կարող է հարուստից ավելի դժբախտ լինել, երբ մահն անգամ նրան անվտանգ չի դարձնում, և նրա խղճուկ մարմինը, զրկված անգամ կենդանությունից, չի կարողանում ազատվել իրական կյանքի չարությունից։ Ենթարկվում է թալանի ու կողոպուտի փողի նկատմամբ ընչաքաղցությամբ դրդված չարագործների ու դիակապտների կողմից, և շատ ավելի դաժանությամբ,
քան հարուստի կենթանության օրոք։ Իրոք, նախկինում մտնելով շիրմատուն, նրանք դատարկում էին դագաղը, սակայն դիակին ձեռք չէին տալիս, նույնիսկ չէին կարողանում այնքան տանել, որ դիակը մերկանար։ Իսկ այժմ դրան էլ չեն խնայում, շուռումուռ են տալիս և ծանր հայհոյանքներ տալիս։ Հողին հանձնելուց հետո նրան զրկելով և ծածկող հողաշերտից, և հանդերձներից, այդպես էլ թողնում են անպաշտպան։ Եվ այն ժամանակ, երբ բնությունը հաշտեցնում է նրա հետ անգամ թշնամիներին, հարստությունն ընդհակառակը ոխով է լցնում նաև նրանց, ովքեր նրա դեմ ոչինչ չունեն, և այն աստիճանի է գրգռում չարագործների կատաղությունը մեռած ու անշարժ մարդու հանդեպ, որ նրանք չեն խնայի անգամ մարմինը, եթե այն որևէ բանի պիտանի լինի։ Այդ պատճառով եկեք հարստությունը մեծ բարիք չհամարենք։ Մեծ բարիքն այն չէ, որ շատ փող ունենք, այլ որ Աստծո երկյուղ ունենք։ Ահա հիմա, եթե լիներ որևէ արդար մարդ, որ Աստծո նկատմամբ մեծ անվեհերություն ունենար, ապա կարող էր, եթե անգամ լիներ ամենաաղքատ մեկը, դադարեցնել իսկական աղետները։ Բավական էր, որ նա առ երկինք կարկառեր ձեռքերը և Աստված կանչեր, և այս ամպը կհեռանար։ Իսկ պահուստում, որքան ոսկի կա, դառնում է անօգուտ ցանկացած աղբից, պատուհասներից մեզ փրկելու համար։ Եվ վտանգը միայն այս չէ, այլ նաև մյուս դեպքերում, հիվանդանալիս կամ երբ վրա է հասնում մահը, փողն իր ուժը կորցնում է։ Ի վիճակի չլինելով փոքր-ինչ թեթևություն բերել դժբախտության ժամին։ Հիմա որտեղ են այն հարուստները, որոնք տոկոսներ էին հաշվում, տոկոսը տոկոսի վրա բերում, բոլորից խլում էին և չէին կշտանում։ Լսել եք Պետրոսի կանչը, որ ասում էր, թե աղքատությունը հարստության մայրն է։ Պետրոսի, որ ոչինչ չուներ, և բոլոր թագակիրներից հարուստ էր։ Իրոք որ, ոչինչ չունենալով, նա և մեռյալներին էր հարություն տալիս, և կաղերին էր բուժում, և դևերին էր հալածում, և այնպիսի բարիքներ էր պարգևում, որի զորու չէին տալու ոչ թագավորները, ոչ էլ բազմաքանակ ու սարսափելի բանակների զորավարները։ Իսկ ինչ է ասում. «Արծաթ և ոսկի չունեմ»։ Ինչը կարող է այս խոսքերից ավելի արժեքավոր լինել, ինչը կարող է ավելի երանելի և բավարար լինել։ Այն ժամ, երբ ուրիշները պարծենում են, ասելով, թե այսքան տաղանդ ոսկի ունեմ, անհամար սաժեններով կալվածքներ ունեմ, տներ և ծառաներ, նա հպարտանում է նրանով, որ ոչինչ չունի, և ոչ միայն չի նեղվում կամ ամաչում իր աղքատությունից, այլև պարծենում է։ Այդպես ոչինչ չունեցողը կարող է ունենալ ամեն ինչ, քանի որ կարող է ունենալ բոլորի ունեցած բարիքները, իսկ եթե մենք կարող ենք ձեռք բերել բոլորի բարիքները, ապա ամեն ինչից կզրկվենք։ Այսպիսով, նա, ով իր ունեցվածքը իրենը չի համարում, այլ ընդհանուրինը, կարող է օգտվել ոչ միայն իր ունեցածից, այլև ուրիշների ունեցվածքից, ինչպես սեփականից։ Իսկ նա, ով անջատում է իրենը և դառնում միայն իր ունեցվածքի տերը, չի կարող իր ունեցվածքի տերը լինել։ Ով ամենևին ոչինչ չունի, ոչ տուն, ոչ սեղան, ոչ ավելորդ շապիկ, և հանուն Աստծու իրեն ամեն ինչից զրկել է, նա օգտվում է ընդհանուրի ունեցվածքից, ինչպես սեփականից, և բոլորից ստանում է այն, ինչ ցանկանում է։ Այսպիսով, ոչինչ չունեցողը ունենում է բոլորի ունեցածը։ Մինչդեռ նա, ով ինչ-որ բան ունի, չի կարող տերը լինել այդ ունեցվածքի, որովհետև ունեցողին ոչ ոք ոչինչ չի տա, և նրա ունեցածը ավելի շուտ կդառնա ավազակների, գողերի, զրպարտիչների, դժբախտ հանգամանքների բաժին, մի խոսքով կպատկանի բոլորին, քան նրան։
Եվ եթե ցանկանում ես, կներկայացնեմ հենց նրան, ով դա ասել է, եւ գործով ցույց տվել։ Մի կիլիկիացու վկայություն, մի մարդու, որի ծագումն ու ծննդավայրը անհայտ են։ Նա շրջել է ողջ աշխարհը, սով, ծարավ եւ աղքատություն է տեսել, իր հետ ոչինչ չի վերցրել, ընդ որում գնացել է ոչ թե ընկերոջ կամ մերձավորների մոտ, որովհետև սկզբում եղել է բոլորի ընդհանուր թշնամին, այնուամենայնիվ ունեցել է ամեն ինչ, երբ գնացել է։ Մինչդեռ Անանիան եւ Սափիրան իրենց ունեցվածքի մի փոքր մասին տիրանալու պատճառով զրկվում են ամեն ինչից, անգամ կյանքից։ Այսպիսով բաժանվիր քո ունեցվածքից, որպեսզի օգտվես ուրիշներից, ինչպես սեփականից, ինչպես այն մարդը, որ խղճի խայթ է զգում, թեպետ եւ ունի աշխարհի բոլոր հարստությունները, բոլոր մարդկանցից ամենադժբախտն է, այդպես ընդհակառակը, նա, ով մաքուր խիղճ ունի, թեպետ եւ քրջերի մեջ է ու սովահար, իրենց հաճույքների համար ապրող մարդկանցից երջանիկ է։ Քո ունեցած փողը նրա համար է, որ թեթևացնես աղքատության բեռը, եւ ոչ թե նրա համար, որ աղքատության առևտրով զբաղվես։ Իսկ դու թեթևացնելու անվան տակ ավելի մեծ դժբախտություն ես պատճառում, եւ մարդասիրությունը փողով ես ծախում։ Չեմ արգելում, ծախիր, միայն թե հանուն երկնային արքայության։ Այդքան մեծ հերոսության համար փոքր գին մի վերցրու, հարյուրապատիկ շահույթ, այլ ապագա հավիտենական կյանքը։ Ինչու ես դու շարունակում մնալ աղքատ եւ մուրացկան եւ զբաղվում մանրիկ բաներով, մեծը որպես փոքր ունայն փողերով ծախելով, ինչու ես դու Աստծուն թողնելով զբաղվում մարդկային չնչին շահերով, ինչու ես դու շրջանցելով հարուստին ճնշում ընչազուրկին եւ լքելով պարտքը տվողին գործ բռնում անշնորհակալի հետ։ Այն մեկը ցանկանում է վերադարձնել պարտքը, իսկ սա անգամ քրթմնջում է, տալով այն։ Այս մեկը հազիվ վճարում է 1/100 մասը, իսկ սա տալիս է հարյուրապատիկը եւ հավերժական կյանքը։ Սա կշտամբանքներով ու հայհոյանքներով, իսկ նա շնորհակալությամբ եւ գովասանքներով։ Այն մեկը քեզ նախանձում է, իսկ նա քեզ համար պսակներ է գործում։ Այս մեկը հազիվ այստեղ է հատուցում, իսկ նա եւ այնտեղ եւ այստեղ։ Ուրեմն ծայր անմտություն չէ անգամ շահույթ ստանալ չկարողանալը։ Փող պետք է ունենալ ինչպես սազական է տիրոջը եւ ոչ թե ծառայի հանգույն, այնպես որ կարողանաս իշխել նրա վրա եւ ոչ թե փողը իշխի մեզ վրա։ Փողը այդպես է կոչվում, որպեսզի մենք օգտագործենք այն մեր կարիքների համար եւ ոչ թե պահենք բարձի տակ։ Չէ որ պահելը ծառայի հատկություն է, իսկ ծախսելը եւ նրա վրա լիակատար իշխելը հատուկ է տիրոջը։ Ահա թե ինչու ավելի անհեթեթ բան չկա, քան ծառայի փող ունենալը։ Իրականում լինելով տիրապետվող, կարծում է թե տիրում է, լինելով ծառա, կարծում է թե տեր է։ Իրեն շղթաներ դնելով, ինքն իրեն մեծարում է, կարծես թե իշխում է բոլորի վրա։ Իր դեմ բորբոքելով գազանին, հրճվում եւ ուրախանում է, դառնալով նրա գերին։ Տեսնելով կատաղած շանը, որ հարձակվում է իր հոգու վրա, փոխանակ նրան կապի ու սովի մատնի, առատորեն կերակրում է, որպեսզի սա ավելի հաճախ հարձակվի եւ ավելի սարսափելի լինի։ Այսպիսով, մի կարծիր, թե մեծ հարստություն ունենալով քեզ հետ ինչ-որ հաճելի բան է կատարվում։ Ընդհակառակը, այն կարող է լինել միայն հարուստ լինել չցանկանալու դեպքում։ Իրոք, եթե դու ցանկանում ես հարուստ լինել, ապա երբեք չես դադարի տանջվել, որովհետև հարստության նկատմամբ սերը անվերջ է, եւ ինչքան հեռու գնաս, այնքան հեռու կլինես վերջից, եւ ինչքան շատ ցանկանաս ուրիշի ունեցվածքը, այնքան կուժգնանան տանջանքները։ Ճիշտ այնպես, ինչպես ծարավ զգալիս մենք հագենում ենք միայն այն ժամանակ, երբ խմում ենք այնքան, ինչքան ցանկանում ենք, իսկ քանի դեռ ծարավ ենք,
ապա թեկուզ եւ սպառենք բոլոր աղբյուրները, մեկ է, մեր տանջանքները ավելի կուժեղանան։ Եվ նման այն բանին, որ բանտարկյալին հատկապես դժբախտ ես համարում, երբ նրան տեսնում ես շղթայված ոտքերով ու մեջքով, հաճախ նաև ձեռքերով, ճիշտ այդպես էլ, երբ տեսնում ես անհամար կալվածքներ ունեցող հարուստին, դրանով նրան հարուստ մի համարիր, իսկ հենց այդ պատճառով քեզ դժբախտ։ Այդ կապանքների հետ միասին նա ունի նաև մի դաժան բանտապահ, դժբախտ սեր առ փողը, որը նրան թույլ չի տալիս դուրս գալ բանտի շեմից, եւ օրավուր ավելացնում է անհամար հանգույցներ եւ պահակներ, դռներ ու փականներ, եւ նրան մղում ամենաներքևում գտնվող բանտը, համոզում է հաճույք ստանալ այդ կապանքներից, որպեսզի նա գոնե հույս փայփայի, թե երբևէ ազատվելու է ճնշող չարությունից։ Արդարև, այնքան աղքատը չի ցանկանում անհրաժեշտը, որքան հարուստը ավելին։ Հավասարապես այնքան ուժ չունի չար բան անելու առաջինը, որքան վերջինս հնարավորություն։ Եթե նա եւ ցանկանում, եւ կարող է ավելին, ապա ակնհայտ է, որ կանի շատ արագ ու շատ ավելի։ Աստված քեզ հարուստ է դարձրել, որպեսզի դու օգնես կարիքավորներին, որպեսզի ուրիշներին փրկելով քավես մեղքերդ, քեզ փող է տվել ոչ այն բանի համար, որպեսզի դու փականք դնես քո կորստյան վրա, այլ որպեսզի ծախսես քո փրկության համար։ Այդ պատճառով եւ փող ունենալը նա դարձրեց կասկածելի ու անհաստատ, որպեսզի դրանով թուլացնի խելագար սերը առայն։ Եթե այժմ, երբ փող ունեցողները չեն կարող վստահաբար հույս դնել հարստության վրա, նույնիսկ տեսնում են, թե դրանց պատճառով որքան չար դավեր են նյութվում, նրանք այնքան մեծ կիրք են տածում փողի նկատմամբ, ապա ում կխնայեին, ինչից կհրաժարվեին, եթե հարստությանը միանար նաև հաստատունությունն ու անվտանգությունը։ Ասա ինձ, ով կարող էր Եղիայից աղքատ լինել, բայց հենց այն պատճառով, որ նա բոլորից աղքատ էր, հաղթեց բոլոր հարուստներին, ու հենց այդ աղքատությունն ընտրեց հոգու հարստությունից, ու ցանկացած դրամական հարստություն ցածր համարեց իր հոգու վեհությունից և անարժան իր իմաստասիրությանը։ Իրոք, եթե նա ներկա բարիքները մեծ բան համարեր, ապա լոկ վերարկու չէր ունենա։ Նա այնպես էր արհամարում իրական կյանքի ունայնությունը, որ ոսկին դիտում էր որպես դեն նետված աղբ։ Ահա թե ինչու ինքը, թագավորը այդ աղքատի կարիքն ուներ, և մեծ քանակությամբ ոսկի ունենալով զարմանքով էր նայում նրա բերանին, որ ոչինչ չուներ վերարկուից բացի։ Ինչքան փառավոր էր նրա վերարկուն ծիրանիից և արքայական պալատներից արդարակյացի քարայրը։ Այդ պատճառով երկինք համբարձվելով, նա իր աշակերտին ոչինչ չի թողնում վերարկուից բացի։ Դրանով ասում է. «Ես պայքարեցի սատանայի հետ, ստանալով այն, զինվիր նրանով ընդդեմ նրա։ Անընչաքաղցությունը ուժեղ զենք է և անհաղթահարելի պաշտպանություն»։ Եվ Եղիսեն ընդունեց այդ վերարկուն որպես մեծագույն պարգև, և իսկապես այն մեծագույն հարստություն էր, ցանկացած ոսկուց ավելի արժեքավոր, և այդ Եղիան բացառիկ էր, Եղիան վերևում էր, և Եղիան ներքևում էր։ Գիտեմ, որ դուք սիրաշահում եք այդ արդարին, և ամենքդ կցանկանայիք Եղիա լինել, բայց ես կարող եմ ապացուցել, որ մենք նրանից ավելին ենք ստացել։ Իրոք, Եղիան իր աշակերտին թողեց վերարկուն, մինչդեռ մարդու որդին, համբարձվելով երկինք, մեզ թողեց իր մարմինը։ Այսպիսով, եթե մենք լսում ենք մեր հարստության կորստի մասին, չպետք է շփոթվենք, այլ ասենք. օրհնյալ է Աստված, և կգտնենք ավելի մեծ հարստություն։ Արդարև, այնքան չես ստանա, եթե քո հարստությունը ծախսես միայն կարիքավորների վրա,
շրջելով ու որոնելով աղքատներին և բաշխել ունեցվածքը տագահներին, ինչքան կունենաս այդ խոսքի շնորհիվ։ Այդ պատճառով Հոբի վրա ես այնքան չեմ զարմանում այն դեպքում, երբ նա բաց արեց իր տան դուռը կարիքավորների առջև, որքան զարմանում և փառաբանում եմ այն բանի համար, որ շնորհակալությամբ տարավ ունեցվածքի կորուստը։ Նա, ով զսպելով իր բնության խռովքը, կարող է առանց արցունքի ասել Հոբի բառերով. «Տերը տվեց, Տերն էլ հետ առավ», միայն դրա համար կհայտնվի Աբրահամի կողքին և կփառաբանվի Հոբի հետ միասին։ Այսպիսով, երբ սատանան կամ ավազակների, կամ էլ թե այլ խարդախության միջոցով քեզ զրկում է հարստությունից, փառք տուր Տիրոջը, և դու կունենաս ավելին, և թշնամուդ կրկնակի հարված կհասցնես նրանով, որ չես տրտնջացել, այլ շնորհակալ ես եղել։ Եթե նա տեսնում է, որ հարստության կորուստը դառնացնում է քեզ և մղում տրտնջալ Տիրոջից, ապա երբեք չի դադարի դա անել։ Իսկ եթե տեսնի, որ դու ոչ միայն չես հայհոյում քո Արարիչ Աստծուն, այլ նույնիսկ շնորհակալ ես նրան յուրաքանչյուր դժբախտության համար, ապա վերջ կտա քեզ գայթակղեցնելուն, իմանալով, որ պատահած դժբախտությունը քեզ համար շնորհակալության առիթ է և ավելի մեծ փայլ է տալիս քեզ համար պատրաստված պսակներին։ Այդպես եղավ և Հոբի հետ։ Զրկելով ունեցվածքից և ախտահարելով մարմինը, և տեսնելով, որ դրանով նրան ավելի մեծ շնորհակալության է մղում, սատանան արդեն չի հանդգնում շարունակել գրոհը և հեռանում է, կրելով ամոթալի և լիակատար պարտություն, իսկ Աստծո մարտիկին ավելի փառաբանված դարձնում։ Իսկ Հոբը այն բանից հետո, երբ պսակվում է համբերության ու արիության բոլոր պսակներով, վերստին կորցրածի փոխարեն կրկնակին է ստանում։ Իսկ դու, եթե ամեն ինչ արիաբար տանես, ամեն ինչ կստանաս ոչ թե կրկնակի, ոչ թե եռակի, այլ հարյուրապատիկ և կժառանգես հավիտենական կյանք, որին արժանի լինենք մենք բոլորս, ողորմածությամբ և մարդասիրությամբ մեր Տեր Աստծո, Հիսուս Քրիստոսի, որին փառք և զորություն հավիտյանս հավիտենից։ Ամեն։